Սեղմեք լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ընտրություններին ընդառաջ ռուսական պրոքսի քաղաքական ուժերի կողմից համառորեն մեզ պարտադրվում է այն միտքը, որ ներկայիս իշխանությունների վերընտրվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը բնակեցվելու է 300,000 ադրբեջանցիներով։ Դեռ մի կողմ թողնենք թվի աբսուրդ կամ չհիմնավորված լինելու հանգամանքը։ Պարզապես արձանագրենք, որ սա հայ ժողովրդի դեմ իրականացվող հոգեբանական ահաբեկչություն է, որը նպատակ ունի մեր էկզիստենցիալ վախերի վրա խաղալով մեզ խուճապի մատնել եւ ռացիոնալ ընտրություն իրականացնելու հնարավորությունից զրկել։ Իրականությունը ճիշտ հակառակն է։ Ռուսամետ ուժերի իշխանության գալու պարագայում Հայաստանը կարճ ժամանակում իր սուվերենությունը զիջելու է Մոսկվային։ Սուվերենության հետ զիջելու ենք նաև մեր պետության հետ կապված որևիցե որոշում կայացնելու իրավունքն ու կարողությունը։ Ծայրագավառում ոչ ես, ոչ դուք, ոչ էլ որևիցե այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրավասու չի լինելու որոշել, թե ով, երբ եւ ինչ քանակով գա Հայաստանում բնակվելու, կամ ով, երբ եւ ինչ քանակով մասնակցի Ռուսաստանի Դաշնության կողմից վարվող անմիտ պատերազմներին։ Ճիշտ այնպես, ինչպես սովետական միության տարիներին մեր հայրերը կամ պապերը իրավասություն չունեին որոշելու մասնակցեն արդյոք սովետական միության կողմից Աֆղանստանում, Վիետնամում կամ այլուր վարվող պատերազմներին։ Սա է։ Էլի բռնվեցին։ Կալուգացի օլիգարխի համար ընտրակաշառք բաժանող հերթական ձևիցն է ձերբակալվել։ Մեր ձևով կազմակերպության ղեկավարը այն Ռուսաստանի անձնագրով Ալյոշան, ով փորձում էր իրան ճղելով հայրենասեր ձևանալ։ Վերջինս ապօրինի ծագման միլիոնավոր դոլարները փորձել է օրինականացնել ու որպես ընտրակաշառք բաժանել քաղաքացիներին։ Շուրջ 1400 քաղաքացու ձևականորեն գրանցել է որպես մեր ձևովի աշխատակից, ինչի դիմաց այդ մարդիկ ընդհանրապես գործ պետք է չանեին, պետք է ստանային աշխատավարձ ու մասնակցեին կալուգացի օլիգարխի համար կազմակերպվող հավաքներին ու երթերին ու վերջում բնականաբար քվեարկեին կալուգացի օլիգարխի օգտին։ Այս գործերի շրջանակում շուրջ 500 անձ է արդեն իսկ հարցաքննվել։ Սիրելի ժողովուրդ, սա այն է, ինչի մասին տևական ժամանակ ասում ու խոսում ենք։ Ընտրակաշառք տվող ու վերցնող ցանկացած անձ օրենքի առաջ խստագույնս պատասխան է տալու ու դատվելու է։ Էլի բռնվեցին։ Կալուգացի օլիգարխի համար ընտրակաշառք բաժանող հերթական ձևիցն է ձերբակալվել։ Մեր ձևով կազմակերպության ղեկավարը այն Ռուսաստանի անձնագրով Ալյոշան, ով փորձում էր իրան ճղելով հայրենասեր ձևանալ։ Վերջինս ապօրինի ծագման միլիոնավոր դոլարները փորձել է օրինականացնել ու որպես ընտրակաշառք բաժանել քաղաքացիներին։ Շուրջ 1400 քաղաքացու ձևականորեն գրանցել է որպես մեր ձևովի աշխատակից, ինչի դիմաց այդ մարդիկ ընդհանրապես գործ պետք է չանեին, պետք է ստանային աշխատավարձ ու մասնակցեին կալուգացի օլիգարխի համար կազմակերպվող հավաքներին ու երթերին ու վերջում բնականաբար քվեարկեին կալուգացի օլիգարխի օգտին։ Այս գործերի շրջանակում շուրջ 500 անձ է արդեն իսկ հարցաքննվել։ Սիրելի ժողովուրդ, սա այն է, ինչի մասին տևական ժամանակ ասում ու խոսում ենք։ Ընտրակաշառք տվող ու վերցնող ցանկացած անձ օրենքի առաջ խստագույնս պատասխան է տալու ու դատվելու է։ Կալուգացի օլիգարխը հերթական անգամ հայտնվել է ծիծաղելի իրավիճակում, հայտարարելով, հրապարակելով սխալ, ոչ ճշգրիտ, անգրագետ մասնագիտական առումով թվեր։ Ուրեմն ինչ է հայտարարել կալուգացի օլիգարխը։ Ասում է Արարատյան դաշտում հողերի 10%-ն է մշակվում։ Ուրեմն նայում ենք պաշտոնական վիճակագրության թվերը եւ ինչ արդյունքներ։ Տեսնում ենք Արարատյան դաշտում շուրջ 62,000 վարելահողերից 62,000 հեկտար մշակվում է շուրջ 40,000-ը կամ 65%-ը։ Սրա մեջ ներառված չի օրինակ եւս 27,500 բազմամյա տնկարք, որտեղ սա էլ է մշակվում, այգիներ են սրանք։ Եվ այս երկուսը իրար հետ մոտ 90,000 հեկտար է եւ սրա 75%-ը մշակվում է։ Իսկ ինչ նկատի ունի կալուգացի օլիգարխը չգիտեմ։ Երևի սա այս հարցը պետք է տա իր այն խորհրդատուներին, որոնք իրենց սխալ տվյալներ են տալիս եւ անընդհատ ծիծաղելի վիճակում են հայտնեցնում։ Կալուգացի օլիգարխը հերթական անգամ հայտնվել է ծիծաղելի իրավիճակում,
հայտարարելով, հրապարակելով սխալ, ոչ ճշգրիտ, անգրագետ մասնագիտական առումով թվեր։ Ուրեմն ինչ է հայտարարել կալուգացի օլիգարխը։ Ասում է Արարատյան դաշտում հողերի Նախկին օլիգարխը մի հատ այսպիսի բնավորություն ունի։ Իրենց համար ընտրակաշարք բաժանողներին եւ իրենցից ընտրակաշարք վերցնողներին մոռանում է, երբ որ նրանք բռնվում են։ Նրանք փուրն են տալիս այդ մարդկանց, հետո քաշում են մի կողմ։ Հունիսի 7-ին նրանց մեծ մասը դառնալու է պատմություն։ Իսկ ձեր պատմության մեջ գրվելու է, որ դուք ընտրակաշարք տվող կամ ընտրակաշարք վերցնող հանցագործներ եք։ Որոշեք ձեր ճակատագիրը, որոշեք ձեր երեխաների ճակատագիրը։ Ուզում եք, որ նրանք ապրեն ազատ եւ արդար երկրում, նրանք ապրել են ազատ եւ արդար երկրում, բայց դուք ընտրակաշարք բաժանող եւ ընտրակաշարք վերցնող հանցագործ եք լինելու, եթե գնաք այդ քայլին։ Անկախ նրանից դուք Հայաստանում եք, թե եկել եք հեռավոր երկրներից։ Ռուսաստանից ընտրակաշարք վերցրած եւ այստեղ ընտրությունների համար եկողները արդեն ձերբակալվում են։ Երեք հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ մեկը արդեն ձերբակալվել է նման եւ մոտակա 7 տարիները, 7 հրաշալի տարիները կանցկացնի բանտում։ Երբ որ մենք ասում ենք, որ բոլոր ընտրակաշարք վերցրածները Ռուսաստանում, երբ որ կան միանգամից ձերբակալվում էին, ձերբակալվելու են, ընդդիմադիրները ասում են, «Էս սպառնում եք, բան չգիտեմ, էս ինչ եք խոսում, ոնց եք իմանալու» եւ այլն։ Մենք էլ ասում ենք, լավ էլ իմանալու ենք եւ գիտենք։ Մենք գիտենք բոլոր նրանց, ովքեր Ռուսաստանում ընտրակաշարք են բաժանում։ Մենք գիտենք, մեր մոտ են բոլոր այն ցուցակները, որոնցով ընտրակաշարք են բաժանում եւ բոլորին անխտիր սպասվում է հրաշալի ժամանակ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, որտեղ մենք նրանց բռնի կերպով կսովորացնենք, թե ինչ է հայրենասիրությունը, թե եւ թե ինչու պետք չէ դուրս գալ սեփական պետության դեմ։ Կրկնում եմ, բոլոր ընտրակաշարք վերցրածները Ռուսաստանում գալու են եւ միանգամից ձերբակալվելու են։ Իսկ բոլոր այն նորմալ սովորական քաղաքացիները, որոնք ուզում են գան եւ ընտրության մասնակցեն, ողջունում ենք եւ հյուրընկալությամբ սպասում ենք հայրենիքում։ Մի հատ սկանդալային բացահայտում եմ ուզում անեմ, իսկապես սկանդալային, այս նենգ իշխանությունը ժողովրդի հարկերով 850 միլիոն դրամով այսպիսի դղյակ է սարքել երեխեքի համար Լեռնավան գյուղում։ Տեսեք մի հատ։ Լեռնավանի նորակառույցման կապարտեզն է 0-ից ազգակործան իշխանությունը մի հատ նայեք։ Այս ինչեր են արել։ Քանդում են երկիրը, իսկապես քանդում են, ավերում են երկիրը։ Գոնե շենքերը սեփականացնեին, ուտեին, հացի փուռ ու շորի խանութ սարքեն, խելք չունեն էլ այս իշխանությունները իրոք։ Այս խաղահարապարակները, որսեր, գնանք ներս։ Գնանք ներս։ Հեսա, սենց չհասկացա, որ հատվածից ներս մտանք, բայց և այսպես 3 հարկ, նայք մի հատ, 6 խումբ 144 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ 0-ից կառուցված, ահա այսպես։ Շնորհակալություն բոլոր հարկ վճարող քաղաքացիներին։